Սիրելի բարեկամներ, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է եւ կրկին անգամ մեր բազմաթիվ հեռուստատողների խնդրանքով հյուրընկալվել ենք հյուրընկալ Royal Yerevan ռեստորանի հարկի ներքո եւ կրկին անգամ մեր հյուրընկալվել ենք շեֆ խոհարար Ալբերտ Անդրեասյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսօր մենք կպատրաստենք մեր եթերում առաջին անգամ ուտեստ, որի ժամանակ մենք օգտագործենք հնդկահավի միս, ճիշտ եմ նկատում։ Այո, հնդկահավի մսով ենք այսօր ուտեստ պատրաստելու ենք ստեյք հնդկահավի եւ մատուցելու ենք եգիպտացորենի խյուսով։ Հրաշալի։ Իհարկե մեզ մոտ արդեն պատրաստ է, մնում է տաքացնենք, մի քիչ երկար է տևում պատրաստման եղանակը, դրա համար կարող ենք բառացի ասել, այո, որպեսզի հեռուստադիտողը իմանա, այո, պատրաստել։ Հիմա սկսենք։ Վերցնում ենք կրկին անգամ ցվիլինգ դանակները, որը նախորդ անգամ դուք օգտագործել եք, չէ՞։ Այո։ Իսկ տախտակը ձեզ դուր եկավ։ Տախտակը, այո, դանակն էլ դուր եկավ, տախտակն էլ։ Պետք է ասեմ, որ այս տախտակները պատրաստված են բամբուկից, էկոլոգիապես մաքուր են եւ չեմ փոխանցում թե համը, թե հոտը եւ բավականին հաճելի օգտվել խոհանոցում։ Կտրում ենք մոտ 1 սանտիմետր լայնությամբ, այո։ Այո, 1 սանտիմետր հաստությամբ կտրում ենք։ Մոտորապես ինչպես որ սովորական ստեյքի հաստությունն է։ Հիշում ենք հնդկահավի հետ կապված փքուն հնդկահավերը եւ այլն։ Փոքր ժամանակ դու լոռիում ես, չէ՞, մեծացրել, այնտեղ տեսած կլինես հնդկահավերը։ Իմ պապս է լոռից, այո, մեծացել եմ եւ Լոռիում եւ Երևանում։ Դե Երևան դժվար հնդկահավ է տեսածնես։ Իհարկե, հա, Լոռիում տեսել եմ։ Հրաշալի։ Համեմում ենք աղով։ Պետք է ասեմ, որ հնդկահավը իհարկե ինքը պատկանում է հավազգիներին, նաև մոտ է փասյաններին։ Ինքը մոտ 500 տարի է, որ մեր աշխարհ է հյուրընկալվել, ինքը նոր աշխարհի կամ այսպես ամերիկյան մայրցամաքի, ամերիկյան կիսագնդի, չէ։ Արևմտյան կիսագնդի թռչուն է, որ մեր մոտ է եկել Կոլումբոսի հայտնի հայտնագործությունից հետո։ Եվ ի դեպ, քանի որ իսպանացիներն էին բերում, մեր մոտ հնդկահավ է կոչվում, բայց ի սկզբանե կոչվել է իսպանական հավ, իսկ որոշ անգլիալեզու անգլիախոսներն էլ այն անվանում են մեր հարևանների անունով։ Դրա համար մեր շատ ազգայնական խոհարարներ չեն օգտագործում, չէ՞։ Բայց իհարկե մենք օգտագործում ենք տեղականը։ Այո, ինքը բավականին իհարկե դիետիկ է։ Ոչ միայն հնդկահավը, ուզում եմ նշեմ, որ Royal Yerevan ռեստորանում օգտագործում ենք բացառապես տեղական եւ թարմ միս։ Այո, մթերք։ Մթերքն էլ ընդհանրապես ամեն ինչը մեր մոտ թարմ է, մեզ մոտ։ Բացի ծովամթերքից, որովհետեւ Հայաստանը Դե ծովամթերքը հասկանալի է, այո։ Ես նկատում եմ, որ ամեն անգամ, երբ որ մենք լինում ենք ձեր խոհանոցում, ես ուշադիր եմ, որ իսկապես մթերքները տեղական են եւ շատ թարմ են։ Ասեմ ավելին, ես նկատեմ, որ ամեն անգամ ամեն օր դուք եք հետևում մթերքի ձեռքբերմանը եւ տվյալ օրվա մթերքը դուք տվյալ օրն է սպառում եք կախված իհարկե պատվերներից եւ մենք չասեցինք թե մենք ինչ արեցինք։ Համեցինք աղով եւ ռոզմարինով։ Հա, որը հայերեն ծոթրին է կոչվում իհարկե եւ կարող ենք օգտագործել ոչ միայն աճեցրած ծոթրին կամ ռոզմարին, այլ նաեւ մենք ունենք վայրի ծոթրին, որը աճում է առավելապես Վայոց ձորում եւ հայտնի որպես մարզա եւ հետաքրքիր բնականաբար համ է տալիս մանավանդ հավին եւ ձկանը, չէ՞։ Եվ ավելացնում մի քիչ ձիթայուղ։ Այո։ Տապակելու համար։ Տվյալ դեպքում ինձ ձիթայուղ էր հենց զեյթունի, հա։ Այո, զեյթունի ձեթ չզտած վիճակում։ Այո։ Սառը մզվածքի։ Այո, համեմում ենք, լողացնում ենք հնդկահավին ձիթայուղի մեջ եւ թողում ենք կես ժամ 40 րոպե ամենվի։ Այո։ Մինչ այդ մենք կպատրաստենք
մեր հնդկահավի համար սոուս, սալորաչրով, պոպոկով, այո, թանձրուկ, սալորաչիր ենք օգտագործելու, պոպոկ եւ սլիվկի։ Կաթնասեր։ Թերևս, հա։ Այո։ Կաթի սերը տվյալ դեպքում, որտեղ կաթնասերը թթվասերը։ Սերուցք։ Այո, սերուցք։ Սալորաչիրը կտրում ենք, բաժանում ենք երկու մասի, Երկայնակի։ հետո ցույց կտանք, որ եփելու ենք սերուցքի մեջ։ Սերուցքի մեջ են եփելու իրեն։ Այո։ Սերուցքը մոտորապես մի 30%-անոց է, հա։ 33%-անոց սերուցք ենք մենք օգտագործում։ Այո, գրեթե ճիշտ նկատեց։ Իսկ ինչպես էիք պատրաստում այս եգիպտացորենի խյուսը։ Եգիպտացորենը չոր վիճակում թրջում ենք Այո, եւ սկսում ենք հաջորդ օրը եփել։ հրաշալի։ Ոնց որ մյուս կլինի լոբին, սիսարը, կլինի ոսկը։ Այո, ընդեղենը։ Ընդեղեն, այո։ Լավ եփելուց հետո հարիչով հարում ենք։ Սա զուտ եգիպտացորեն է, որևէ այլ հավելում չունենք։ Ոչ, չունենք։ Նույնիսկ աղ չենք ավելացրել։ Աղ ավելացրել ենք իհարկե, ուրիշ ոչ մի հավելում չունենք, ոչ սերուցք, ոչ ձիթայուղ, ոչ ուրիշ տեսակի յուղեր։ Աղ եւ միայն եգիպտացորենը։ Վերջ, մեր սոուսի համար պոպոկն ու սալորաչիրը։ Բավարար է այսքան կտրվածքը։ Այո, բավարար է։ Հիմա տեղափոխվենք խոհանոց։ Մնացածը շարունակենք խոհանոց։ Հրաշալի։ Սիրելի հեռուստադիտող, մենք արդեն տեսնում ենք, որ մեր հնդկահավը արդեն իսկ պատրաստ է։ Մեր սեղանին ավելացել են ոչ միայն մեր շեֆ խոհարի կողմից պատրաստված թանձրուկները, այլ նաև այս միկրոկանաչիները, որոնք որ գիտեք, իհարկե Հայաստանում նոր են սկսում օգտագործել խոհանոցում եւ հիմնականում իհարկե ձևավորման համար։ Եվ այս դեպքում մենք ունենք, կարծես թե կանաչ եւ մանուշակագույն ռուկոլա, հա։ Ունենք մոտ 4-5 տեսակի համեր։ Այո։ Իր մեջ պարունակում է ողկի համով, այո։ Շուտով ստանալու ենք նաեւ լիմոնի համով։ Հիմա մենք զարդարենք եւ մտածենք, հա, որ ինչ անուն պարգևենք այս հնդկահավին։ Եվ քանի որ հնդկահավը մեր մոտ ժամանել է այսպես մի 500 տարի առաջ Միացյալ Նահանգների, ամերիկյան կիսագնդից, ամերիկյան մայրցամաքից, հա։ Եվ այստեղ տեսնում ենք եգիպտացորեն, սալոր, պնդուկ, ընկույզ, ինչպես նաև միկրոկանաչիներ եւ կարծես թե քաղցր կյանքին սովոր է, հա, այս հնդկահավը։ Եվ ովքեր որ սովոր են քաղցր կյանքին, ովքեր որ սովոր են լավ ուտեստներին, գալիս են Royal Երևան ռեստորան, չէ՞, ովքեր իրաց քիմքը կարողանում են գնահատել, ինչպես այս հնդկահավն է այս տարածությունը կտրել, որպեսզի ինքն էլ արժանանա այստեղ հաճախողների ուտելու վայելքին, հա։ Հետևաբար անունը ինչ տնենք, քաղցր կյանքին սովոր հնդկահավը, հա։ Համաձայն եմ, այո։ Եթե թանձրուկի մեջ տեսնում ենք ընկույզ եւ սալորաչիր, պատրաստված նման սերուցքով, եւ այդքան երկրներ անուններ թվարկեցինք, չէ՞, եգիպտացորենը կապվում է Եգիպտոսի հետ, հնդկահավը հնդկացիների հետ, ընկույզը հույների հետ, չէ՞։ Հետևաբար աշխարհ տեսած հնդկահավ պիտի լինի։ Այսինքն քաղցր կյանքին սովոր կամ թե ճանապարհորդ հնդկահավը։ Ես թվում է առաջին
Առաջին անունը ավելի ճիշտ է քաղցր կյանքին Սովոր հնդկահավ։ Սովոր։ Այո։ Ուտեստների դեպքում սիրելի հեռուստադիտող, նաև կարևոր է թե ինչպես է այն մատուցվում, ինչպես է զարդարվում եւ քանի որ սա բարձր կարգի ռեստորան է, իհարկե նաև բարձր կարգի ձևավորում է ապահովում մեր շեֆ խոհարարը, չնայած ուտեստների վերջնական զարդարմամբ հիմնականում դուք չեք զբաղվում, չէ՞, այդքան ժամանակ չունեք կարծես թե։ Սկզբից իհարկե ես եմ զբաղվում, հետո նոր խոհարար։ Սկզբնական դուք Իհարկե ես ընդհանուր հայտարարի են գալիս խոհարարների հետ։ Խնդրեմ բարեախորժակ գունային գաման էլ պատրաստ է։ Սիրելի հեռուստադիտող, եկավ մեր հաղորդման ամենագրավիչ բայից մեկը, երբ որ մենք երկուս էլ հանում ենք շնչադիմակները եւ փորձում ենք մեր քաղցր կյանքին սովոր հնդկահավը, հա։ այո Դե փորձենք սկզբից խավարտը թերևս տեղափոխենք ափսեի մեջ, այնուհետ այս կտորից ահա թե որտեղ էր պետք սվիլինգ դանակները, հա, որ մի անգամից շատ արագ կտրենք, շատ ձեր դանակները շատ լավն են, չէ։ Հետագայում կօգտագործեք, չէ՞, սվիլինգի դանակները, ձեզ դուր եկավ։ Իհարկե շատ դուր եկավ։ Հրաշալի, հիմա փորձենք համը։ Անմահական համ ունի։ Բարեախորժակ Եվ այս քաղցր կյանքին սովոր հնդկահավի միս ուտողները մտածում են, որ իրենց կյանքն էլ ավելանում է եւ ավելի քաղցրանում է։ Ինչպես այն զույգերի կյանքը, ովքեր որ ամուսնության եւ պսակադրության արարողությունները կատարում են Royal Armenian, չէ։ Մենք մեր հաղորդումը վարեցինք Royal Yerevan ռեստորանային համալիրի բակում եւ հերթական անգամ մեզ համար պատրաստեց շեֆ Ալբերտ Անդրեասյանը, իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթ անց կրկին անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում։